Գործվածքներից կարված սփռոցներ, շանձեռոցիկներ, պայուսակներ, գլխարկներ, այսպես կոչված տարազներ։ Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական արտադրության գործվածքներն արդեն մի քանի տարի է ողողել են մեր շուկան։ Ինչ ասես չեն վաճառում հայկականի տակ։ Մենք էլ մեր հերթին ոչ միայն նպաստում ենք Թուրքիայի տնտեսության զարգացմանը, այլև մեր մշակութային արժեքների ձևախեղմանը։ Թշնամու մարքեթինգային հնարքների խայծն ենք կուլ տալիս ու հպարտորեն կրում այդ անհասկանալի արտադրանքը։ Իսկ այն, որ այս գործվածքները հայկական իրականության հետ որևէ աղերս չունեն, առաջին հերթին մատնում է դրանց ոսկեգույն թելը։ Այս կտորներում առկա է օրինակ ոսկեգույն թել եւ ոսկեգույն երանգ։ Մենք հայկական տարազախմբերում եւ տարազահամալիրներում ընդհանրապես ունենք ոսկեթելով ասեղնագործություն, բայց չունենք օրինակ հայկական գորգերում եւ կարպետներում ոսկեգույնի կիրառություն։ Եվ սա միակ դեպքը չէ, որ հուշում է դրանց ոչ հայկական լինելը։ Ամբողջ գունային դաշտն է այդ մասին աղաղակում։ Ազգագրագետը պարզաբանում է, կան նախշեր, որոնք համամարտկային են, էթնիկ պատկանելություն են ստանում իրենց գունամտածողությամբ։ Կարելի է տեսնել գունային հաջորդականության խեղում, որը հայկականությունից զրկում է իր պատկանելիությունը, տանելով դեպի օրինակ արևմտահնդկացիական, մեքսիկական, որովհետև գոյություն ունեն զարդանախշեր, որոնք կոչվում են համամարտկային զարդանախշեր, այսինքն եզրագծով իրենք նման են, բայց իրենց գունային դաշտը պայմանավորում է միայն իրենց էթնիկ գունամտածողությունը, կոմպոզիցիան, այս ամբողջի համալիր սկզբունքը։ Իսկ ահա մեր էթնիկ գունամտածողությանը բնորոշ են բնության գույները՝ մուգ կանաչը, առնանման կարմիրը, որոնք այս նմուշներում ակնհայտորեն խեղված են։ Հայկական տարազով, եթե դուք բնության մեջ կանգնեք, զուլվելու եք բնությանը, որովհետև բնությունից վերցված է մեր ամբողջ գույները, ներկել են թելերը բնական գույներով, եւ այդ գույները պետք է որ լինեն բնությանը մոտ եւ բնությունից վերցված գույներով։ Հետեւաբար մուգ կանաչը, դեպի գինեգույն, արյան կարմիրը, հա, սրանք հայկական տիպիկ են գունամտածողության դաշտն են, որոնք մշտական կիրառության մեջ են։ Հետաքրքրական է, որ մեր գունամտածողության մեջ շատ քիչ ենք հանդիպում սևի կիրառությանը, երկնագույն գրեթե չենք տեսնում։ Բացառությամբ մուգ կապույտի, այն էլ երանգային որոշակի առանձնահատկությամբ։ Այս գործվածքներում հաճախ կհանդիպենք նաև հայկական տառերի։ Մասնագետն ասում է, շատերն են տարակուսում, եթե թուրքական կտորներ են, հայկական տառերն այստեղ ինչ գործ ունեն։ Հայկական այբուբեն, որը որ առաջին հատկից թվում է թե մեր սիմվոլիկան է, բայց պետք է հաշվի առնել, որ կտորը ոչ թե դիտարկում են մեկ թիրախային նշանով, այլ դիտարկվում է ամբողջական համալիրով։ Հետեւաբար այն սիմվոլիկաները, որոնք հայկական են, դրանք արված են հոգեբանական մանիպուլյացիոն ազդեցության համար, այսինքն մարդը տեսնում է դետալը, հաշվի չի առնում մնացածը։ Այս հոգեբանական տերորը միտված է հայկական էթնիկ մշակույթի ձուլմանն ու տարալուծմանը։ Ազգագրագետն ասում է, տարիներ անց մեր անտեղյակության թուրքական կտորների օգտագործման հետևանքով պարզապես կկանգնենք ազգային զարդանախշերը կորցնելու վտանգի առաջ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։